Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Պարուհի Այդա Կարապետյանն է։ Բարև ձեզ Այդա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Սիրով ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Այդա ուզում եմ զրույցի սկզբում խոսենք հենց ձեր գործունեության սկզբից։ Դուք լինելով Պարուհի, ինչպես եղավ, որ մեկ օր հայտնվեցիք նկարահանման հրապարակում եւ ուզում եմ խոսենք նաեւ ընտանիքի արձագանքի մասին, սովորաբար հիմնականում համենայն դեպս նշում են, որ շատ դժվար հարմարվեց ընտանիքը դրան, որովհետեւ մենք համենայն դեպս նույնիսկ այս 21-րդ դարում ունենք այդ մենտալիտետը դերասանուհիների, հիմնականում դերասանուհիների կյանքի վերաբերյալ։ Իրականում եղել է մանկության երազանք, ի սկզբանե բարելու հետ միաժամանակ միշտ ունեցել եմ այդ երազանքը եւ գնացի իմ երազանքի հետևից։ Սկզբում դեմ էին, հետագայում երբ որ արդեն տեսան, քիչ-քիչ հարմարվեցին, սկզբից նայում էին, ուզում էին տեսնեին ինչ ոնց, մի հատ ուզում էին հասկանային, հարմարվեին այդ ամեն ինչին, հետո արդեն ամեն ինչ իր հունով գնում է, հասկանում են, որ ամեն ինչ նորմալ է, կան բազմատեսակ միֆեր այս ասպարեզի հետ կապված, բայց ամեն դեպքում հիմա խնդիրներ չունենք ու շատ վաղուց այդ խնդիրները չկան, իսկ սկզբանե ուղղակի չէին ուզում, չէին ցանկանում, չէին պատկերացնում, բայց հիմա ամեն ինչ սովորական իր հունով ընթանում է։ Նշեցիք, որ դա ձեր մանկության երազանքն էր, այսինքն կարող եմ եզրակացնել, որ հենց այդ միֆերն են խանգարել, որ դուք ընդունվեք Թատերական ինստիտուտ եւ գնաք ձեր երազանքի հետևից ավելի մասնագիտանալով։ Դե կարծում եմ այո, որովհետև կար շրջան, երբ ուզում էի ընդունվել Թատերական, գիտեք ինչ որ շրջան կար, որ ես այնքան էի գնում այդ մի երազանքի հետևից, որ մոռացել էի իմ պարուհու մասնագիտությունը, բայց հետո հասկացա, որ դա իմ արյան մեջ է, ես չեմ կարող ուղղակի հրաժարվել, որովհետև իսկապես շատ եմ սիրում ու արդեն սկսեցի համատեղել, բայց այո, այդ խոսակցությունները, այդ կարծիքները, որ կան ու անընդհատ պտտվում են, երևի թե ավելի շատ այդ պատճառով չուզեցին, բայց հիմա ես շնորհակալ եմ, որ չեն թողել, որովհետև այսպես ես զբաղվում եմ իմ սիրելի երկու մասնագիտությամբ։ Ինքնակրթվելը միշտ կա ու կլինի, ես միշտ մեր մեծերից սովորում եմ, ինձ բախտավիճակվել աշխատելու շատ պրոֆեսիոնալ դերասանների, դերասանուհիների հետ, ումից իսկապես ամեն օր մի բան սովորում եմ։ Ես երևի համալսարանում որ սովորեի, այդքան չէի խորանա, ինչքան որ այս դեպքում, բայց հիմա ծնողների շնորհիվ, որ իրենք թույլ չտվեցին, ես համատեղում եմ երկու մասնագիտություններ։ Իսկ հիշում եք հենց այդ առաջին օրը, հա, դեպի դերասանական ասպարեզ մուտք գործելու, երբ արթնացաք, ինչպես եղավ քասթինգի գաղտնի մասնակցել, ինչպես դրանց արձագանքը ինչպես եղավ։ Ասեմ, գաղտնի չեմ մասնակցել, կորոնավիրուսի շրջանն էր, երբ ոչինչ չկար անելու, տանը փակված էինք ու այդ շրջանում Դիանա Գրիգորյանը հայտարարում է on-line casting։ Ես մոտենում եմ հայրիկիս, ասում եմ, տես, casting-ը հայտարարել, գոնե թող այստեղ գնամ փորձեմ, ասում եմ, հույրա դերասանն է ինչի թողելու քեզ ընտրես, մո գնում ես գնա, սենց կատակով, անգամ չէր մտածում, որ ինչ-որ մի բան կստացվի։ Ու այդպես մասնակցում եմ casting-ին, սկզբում on-line էր։ Հետո կանչեցին Armenia TV ու այդպես սկսվեց։ Ապացուցեցիք, որ կարող եք այո իր դերասանների թողի եւ ընտրի ձեզ։ Սովորաբար նշում եմ, որ եթե մի գործ ես անում, այսպես ասած, ավելի լավ ես այն անում։ Ձեր դեպքում ինչպես է, կարողանում եք եւ բարը եւ դերասանական արվեստը համատեղելով բալանսը պահել։ Տեսեք, քանի որ երկուսն էլ արվեստի ճյուղ են, իրար շատ մոտ, պարարվեստը օրինակ ես չեմ պատկերացնում առանց դերասանական արվեստի, որովհետև դու բեմում ես, դու արտահայտում ես էմոցիա, այսինքն անկախ ամեն ինչից ես միշտ առնչվել եմ դերասանական արվեստի հետ։ Դրա համար չեմ կարծում, իրար լրացնում են ավելի շատ, քան խանգարում, կարծում եմ։ Հատկապես առաջին հեռուստասերիալում հերոսուհիս Պարուհի էր, ու շատ էր օգնում ու շատ սիրուն տեսարաններ ենք ունեցել, ինձ թվում է հեռուստադիտողը կփաստի, որովհետև նախ ներկայացնում ենք մեր բնությունը, ներկայացնում ենք մեր արվեստը, ինձ թվում է շատ սիրուն էր ամեն ինչ։ Այսօր շատ են քննարկումները սերիալների հետ կապված, շատ որակումներ են տալիս հենց այդ նույն սերիալներին, նույն իրենք դերասանները իրենց կողմից որակումներ են տալիս, չեն նկարահանվում սերիալներում եւ միևնույն ժամանակ
նեղսրտում են այն հանգամանքից, թե ինչու են սերիալներում հայտնվում ոչ մասնագիտությամբ դերասաններ եւ այլն։ Եթե այս ամենին նայենք կողքի աչքից, իրականում ինչով է պայմանավորված այդ հակասությունները եւ քննարկումներն առհասարակ սերիալների վերաբերյալ։ Տեսեք, կարծում եմ հետեւյալ տարբերակով, օրինակ ես բարի ոլորտում եմ ու տեսնում եմ, որ X մարդը հայտնվել է մեր ոլորտում, բարի խումբ է բացել մի խոսքով, աշխատում է երեխաների հետ եւ ես կողքից կարող եմ ասել ինչ իրավունքով։ Նույն իրավունքով էլ դերասաններն են ասում եւ դերասանուհիները։ Պարզապես ես կարծում եմ, որ եթե մարդը արժանի չի, ժամանակի ընթացքում նա կորում է։ Ես այդպես եմ մտածում։ Այլ հրավերներ չի ստանում, չեն նկարում ու նմանատիպ մի շարք բաներ։ Դրա համար ես առաջին իմ հեռուստասերիալից հետո ասել եմ մի հստակ բան. եթե այլևս ինձ չկանչեն, եթե իմ մեջ օրինակ ռեժիսորները չտեսնեն, որ ես կարող եմ, չեմ ասում ես հիմա լիարժեք կարողանում եմ կամ չգիտեմ ինձ, բայց ես ասել եմ, եթե ինձ չկանչեն, եթե հարկ չհամարեն ինձ նկարել, ես այլևս չեմ նկարահանվի։ Դուք ինքներդ չեք դիմի, այսինքն։ Ահա, որովհետև միևնույնն է, եթե դիմում ես անգամ, եթե դու լավը չեղար, օրինակ, կամ համապատասխան չեղար կերպարին, քեզ չեն ընտրի։ Այդպես եմ առաջնորդվում, բայց ամեն դեպքում անընդհատ, երբ դու քո անձի վրա աշխատում ես, անդադար դա շատ մեծ նշանակություն ունի։ Ես որ հետ եմ նայում, թե ոնց էի խաղում, անկեղծ, ու հիմա ես հասկանում եմ, որ ես իրոք տեղում չեմ մնացել, չեմ ասում, գիտեք, չէ, մեծամիտ թող չհնչի, բայց ես կարևորը նկատում եմ, որ իմ աշխատանքը գոնե արդյունք ունի։ Իսկ այդ ժամանակ, եթե վերադառնանք ձեր 18 տարեկանին, երբ ստացաք առաջարկ հենց գլխավոր հերոսուհուն մարմնավորելու, եթե չեմ սխալվում, Սարի աղջիկում, եթե խոսենք այդ շրջանի մասին, իրականում քննադատում էին ձեզ ձեր այն մարդիկ, ովքեր որ ձեր կողքին էին կանգնած, այսինքն այստեղ քննադատությունը վատաբանության մասին չի խոսքը, առողջ քննադատություններ տալիս էին եւ իրականում դուք այդ պահին հասկանում եք, որ դուք այն չեք անում։ Իհարկե, միշտ։ Ու ես էի մոտենում հարցնում անդադար, ես սիրում եմ էլի գնամ ասեմ ոնց եղավ, այստեղ ոնց պետք է անեի, մի խոսքով։ Չի եղել օր, որ ես առանց ընթերցելու սցենարը գնամ նկարահանման հրապարակ։ Դա բացառված բան է։ Հետո ես անընդհատ խորհրդակցում էի օպերատրից սկսած բոլորը իմ հետ աշխատել են։ Ես այնքան շնորհակալ եմ, միշտ ասում եմ, այդ մի հատ կյանքի դպրոց էր, որտեղ ես իսկապես սովորեցի եւ տեսախցիկի հետ աշխատել եւ ճիշտ աշխատել դիմացի դերասանի հետ, դա շատ կարեւոր է, որ իր խաղին դու չխանգարես։ Ու չգիտեմ, դե նրանք կասեն խանգարել եմ այդ ժամանակ, թե չէ չեմ կարող ես այդ պատասխանատվությունը վերցնել, բայց ես ամեն օր աշխատել եմ իսկապես, որ տեղ չթողնեմ, որ ինձ ասեն, դե ուղղակի նկարում եք տենց հաստատվել։ Բայց այնուամենայնիվ դուք որոշակի առումով նաև ինքնավստահ եք։ Եվ հետաքրքիր է այդ ժամանակ կարծում եմ մեծ պատասխանատվություն է չունենալով փորձ ստանձնել գլխավոր հերոսու կերպարը, որքան էլ որ դուք հարցնում եք, որքան էլ որ դու ունեիք այդ ինքնավստահությունը, արդյոք դա բավական էր։ Հիմա ասեմ, ես այդ տարիքում բացարձակ ինքնավստահ չեմ եղել։ Անդարձել եք։ Տեսեք, ինչի չեմ եղել, ու ոչ թե ես ինքնավստահ ասել եմ, այո, ես կարող եմ, չեմ։ Ուղղակի դա տարիների երազանք էր, որը քո ձեռքերում էր, ու դու կամ պիտի ռիսկի դիմեիր, ասեիր, վերցնում եմ այդ պատասխանատվությունը, կամ պիտի ասեիր, չէ, չեմ ուզում։ Եղել է շրջան, որ ասել եմ, լավ, ինչի եմ ասել, հա, լավ, ոնց կարելի էր այդ պատասխանը, բայց երբ որ դու փոքր ես, այդքան չես խորանում այդ պահին, որովհետև դու հասկանում ես, որ դա քո երազանքն է, դու հասել ես այդ կետին, ու կամ ես կողմ, կամ են կողմ։ Դրա համար ռիսկի դիմեցի ավելի շուտ, բայց անդադար ես մտածում էի, նենց անեմ, չփոշմանեն, նենց անեմ, չփոշմանեն։ Իրականում կարծում շատ ճակատագրական ռիսկ էր եւ հա, իսկապես դա շատ ճակատագրական էր ու ճակատագրական եղավ իմ կյանքում, որովհետեւ ես հիմա հասել եմ մի կետի, որտեղ որ
ես հետ եմ նայում, թե ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատել, անկեղծ մանկության երազանքա դա, երբ որ դու առաջ գնում էիր, իրենց հետ նկարվում էիր, ասում էիր ես դու հնարավորություն ունես այդ մարդկանց հետ շփվելու, այդ մարդկանցից մի բան սովորելու, դրանից կարևոր բան ինձ թվում է չկա։ Ու որքան պետք է այսպես համբերատար եւ միևնույն ժամանակ պոզիտիվ դրական լինեն այդ մարդիկ, որ կարողանան եւ սովորեցնել, եւ կարողանան համբերել, եւ կարողանան զուգընկերոջ հետ խաղը անցկացնել, երբ զուգընկերը կապ չունի այդ ասպարեզի հետ։ Համաձայն եմ։ Առհասարակի սկզբանե, երբ որ անկախ ամեն ինչից դու սովորած ես, թե չէ, դա լինի պարարվեստում, երգարվեստում, թե դերասանական արվեստում, երբ որ դու նոր վայր ես մուտք գործում, ամեն դեպքում դու լարված ես ու շատ բաներից տեղյակ չես։ Դրա համար այո, ապրեն իրանք, որ այդքան լավ, այդքան ջերմ ընդունում են ու անդադար սովորեցնում են։ Այդա, երբ ընտանիքում ունենում ես հայտնի մարդ, այն էլ ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր, գործիչ, ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ ձեր պապիկը բարուսույց Գագիկ Կարապետյանն է, որոշակի առումով պատասխանատվությունը մեծանում է եւ նաեւ լավ կողմերին զուգահեռ կան վատ կողմեր, ճակերտավոր ասված, որ ինչ հաջողության հասնում ես, արդեն մեխանիկորեն հաջողությունը կապում են պապիկի, հայրիկի, մայրիկի, հատկապես եթե այդ ասպարեզում է հաջողության հետ։ Ի սկզբանե ձեր անվան շուրջ անդադար պտտվում էին այդ քննարկումները, որ պապիկի անունն է, որ առաջ է տանում ձեզ։ Իրականում որքանով կապ չուներ այս ամենի հետ պապիկը եւ ինչ կարծիք ուներ դերասանական արվեստի մասին հենց պապիկը։ Ասեմ, պապիկը դերասանական արվեստի հետ առնչություն ունի այնքանով, որ ինքը տարիներ շարունակ թատրոնում պարային բեմադրություններ է արել, ճանաչում է բոլոր այն մարդկանց, ում հետ ես այսօր աշխատում եմ, այդ ոլորտը շատ լավ գիտի։ Երբեք չի ասել, չէ, այնպես չի ասել, գնա, բայց նման խոսակցություն չենք ունեցել, որ դեմ լինի։ Պապիկը կապ չի ունեցել, նախ ես չեմ սիրում, երբ անկեղծ ասած որևէ մեկը իմ հետ կապ ունեցող որևէ գործին խառնվում է, այսինքն խառնվում է ոչ թե լավ իմաստով խորհուրդ տալով, չէ, ուղղակի այսպես ասած որ ասում են, առաջնորդում են, մի խոսքով ես այդ ամենը չեմ սիրում ու փոքրուց դա իմ մեջ դրված է եղել, ես պարարվեստի ուսումնարանում եմ սովորել, որտեղ իմ մայրիկն աշխատում էր ու դա իմ համար շատ առաջնային էր, որ երբեք չմտածեն, որ ես այստեղ սովորում եմ, որովհետև մայրիկը այստեղ է աշխատում, դա փոքրուց է իմ մեջ եղել։ Խոսակցությունների սովոր եմ եղել, որովհետև դրանք միշտ ինձ հետ են եղել դեռևս 15-16 տարեկանից, սովոր եմ այդ խոսակցություններին, դրա համար չեմ նեղսրտել, չեմ նեղվել, արդեն կոփված էի։ Բայց նորմալ է երևի, որ խոսում են, չեմ ներվում։ Իսկ արդյոք ունեիք դուք ձեր առջև դրած խնդիր, որ մարդկանց ապացուցեք, որ այնուամենայնիվ ոչ, պապիկը չէր, որ Այդա Կարապետյանին բերեց դերասանական ասպարեզ։ Տեսեք, ապացուցելու ինչ որ խնդիր չունեմ, որովհետև ինչ անեմ, որ իմանամ։ Ահա, ձեր վրա աշխատելու առումով։ Դա միանշանակ, հա, դա միանշանակ։ Ես իրոք շատ եմ սիրում, երբ մարդ անդադար աշխատում է, այդ իմ համար շատ կարևոր կետ է, եւ դա անում եմ պարարվեստում եւ դերասանական արվեստում։ Կապ չունի, ինչ որ սկսում եմ անել, այդպես է։ Ես սովորել եմ մի տարի պարարվեստի ուսումնարանում, իմ դասընկերները չեն իմացել, որ իմ մաման այդ դպրոցում է աշխատում։ Ես շատ բարդ բնավորություն եմ այդ առումով, աշխատավայրում մեր մեծ դերասաններից գալիս էին ուրիշ տեղից իմանում էին, գալիս էին ասում էին ոնց դու մեր Գագոյի թոռն ես, ինչի չէիր ասում, ասում եմ դե չգիտեմ, ուզում եմ հատ դուք ինձ ճանաչեք, ինձ սիրեք, հետո նոր արդեն հարգեք ու սիրեք որպես արդեն Գագիկ Կարապետյանի թոռ, այդ միշտ իմ մեջ եղել է։ Կարծում դա շատ լավ բնավորություն գիծե, որովհետև իմ կարծիքով ամենայն դեպս եթե հույսը դնում ես թեկուզ քո մայրիկի հայտնիության վրա, պարզապես ծուլության նշան է։ Իհարկե։ Ես միշտ հպարտանում եմ, շատ ուրախ եմ, որ այս ընտանիքում եմ ծնվել, դա իսկապես ինձ համար մեծ պատիվ է, բայց ամեն դեպքում փորձում եմ ինքնուրույն քայլել։ Եվ մեկ անգամ խոսելով հայտնիության վատ կողմերի մասին նշել եք, որ հայտնիության փայլուն ու գեղեցիկ
կողմի հակառակ պատկերը դա քննադատություններն են, մեկնաբանություններն են, վատ, որոնց նախկինում ավելի շատ լուրջ տեղ էիք տալիս, հիմա աշխատում եք այդքան լուրջ տեղ չտալ։ Այդա ուզում եմ հիշեք ամենախոցելի մեկնաբանությունը։ Ոյ, դժվար կարողանամ հիշել անկեղծ, բայց կար մի շրջան, երբ օրինակ հեռուստասերիալից որևէ հատված էին տեղադրում, գիտեք ինչպիսի հատվածներ, ես այդ մարդկանց չեմ ընկալում, չեմ հասկանում, դա ինձ համար կներեք խայտառակություն է, երբ կարող են հեռուստասերիալի որևէ հատված մտքային փոփոխել, տեղադրել, դրա հաշվին ունենալ դիտումներ, ինձ թվում է շատերը կհասկանան, ես ինչի մասին եմ խոսում։ Երևի ամենաշատը ես դրանից եմ նեղվել, որովհետև ես անգամ այդ տարիքում չէի գիտակցում, թե ինչա կատարվում։ Ամենաշատը ես դրանից եմ նեղվել։ Ինձ կարող են ուղակի նեղացնել ու խոցել, երբ վիրավորում են մարդու անձը։ Եթե դու դիմացին ինչ ես ճանել, շատ լավ, ես կարող եմ հասկանալ, որ նա չի հավանում իմ խաղը, չի հավանում, լավ, իմ տեսքը ու նմանատիպ մի շարք բաներ։ Խոսիր դրա մասին, բայց մի գրիր մարդու անձը վիրավորող որևէ բան։ Դա միայն իր տեսակի մասին է խոսում։ Դրա համար աշխատում եմ բաց թողնել, բացարձակ ոչ կարդալ, ոչ նեղվել, դե սուտ կլինի ասել, միշտ լինում է, որ տեսնում ես, ասում են քեզ, հասնում, անկախ ամեն ինչից դու դրա մասին իմանում ես։ Դու մարդ ես, չես կարող դրանից չնեղվել, ուղղակի դա պետքա ասեն քեզ, լսես ու բաց թողես ընդամենը։ Եվ մի վարքյան, եթե պատկերացնես, ով է այդ մեկնաբանություն գրողը, որ այնքան պարապ է եւ այնքան նեգատիվ կա իր մեջ, որ պարզապես կարող է նստել, ես անկեղծ չեմ պատկերացնում։ Ուզում եմ մեկ վարքյան պատկերացնեմ, ինչ որ մի բան կամ օրինակ մեր հաղորդումն են նայում ու որոշում են, որ չեմ հասկանում։ Այդ պատճառով ոչ մեկ չի կարող հասկանալ։ Այդ պատճառով պետք է այդպեսին լինել, թե որ հասկանա։ Շատ դեպքերում ես ինքս մեկնաբանություններ կարդալիս պարզապես շփում եմ, ուզում եմ պատկերացնել գրողի դեմքը եւ բարկացած վիճակը պարզապես ծիծաղելի է։ Նախորդ տարեվերջին դուք նշանադրվեցիք։ Դա շատ գեղեցիկ կազմակերպված էր եւ վստահ եմ ձեր կյանքի գեղեցիկ փուլերից մեկն էր։ Այդա ուզում եմ վերադառնանք այդ շրջան, ինչպես ծանոթացաք Արամի հետ եւ ինչ փուլում է այսօր ձեր հարաբերությունների գեղեցիկ ընթացքը։ Մենք մոտ երևի թե արդեն 3 տարի է շփվում ենք։ Սկզբում պարզապես չէի հրապարակում, որովհետև ես իր ամեն ինչ լրջացնել ավելի, նոր հրապարակել, որովհետև գիտենք իրականում ինչա կատարվում մեր համացանցում այդ առումով։ Ծանոթացել ենք համերգի ժամանակ, այդպես քիչ-քիչ ընկերական, հետո արդեն սիրահարվածություն, մի խոսքով այդպես շարունակական։ Հետաքրքիր է, որպես դերասանուհի է նա տեսել Այդա Կարապետյանին եւ որքանով է իր համար սովորական ունենալ կողակից դերասանուհի, որովհետեւ սա ես իմ կարծիքը չեմ ասում, բնականաբար շատ դեպքերում նշում են, որ բավականին բարդ է, այստեղ կա մենթալիտետի հարց եւ այլն։ Դուք երբևէ հանգել եք այդ խնդրին։ Ճանաչելա որպես դերասանուհի, դա արդեն ճանաչում է աշխատանքը, բայց իրականում հատկապես սկզբնական շրջանում իհարկե դժվար է եղել, որովհետև ամեն դեպքում մարդը գիտի, որ դու դերասանուհի ես, բայց այդ փուլը քեզ հետ անցնելը դա շատ լուրջ աշխատանք է կարծում եմ քո անձի վրա, ես դրա համար միշտ ասում եմ, ես իսկապես շնորհակալ եմ։ Այո, դա նրա ընտրությունն է, ինքն ընտրել, կարող է ասել, օй լավ, ինքն ընտրել վերջ, չէ, բայց իսկապես ես տեսնում եմ, որ նա անդադար աշխատում է, որ ավելի թեթև տանի, ավելի հանգիստ տանի, հետո բացի այդ, երբ որ տեսնում է իմ անձնակազմին, անգամ ավելի մտերիմ են իմ անձնակազմի երեխաների հետ, քան ես, արդեն ամեն ինչ տեղն է ընկնում այդ դեպքում։ Իսկ ունեք ինչ-որ տաբուներ, որոնք որպես դերասանուհի չեք անցնի։ Դե ես ի սկզբանե ունեցել եմ հենց առաջի օրվանից, դրա համար օրինակ այդ մասով մենք խնդիր չենք ունեցել, որ օրինակ Արամասի դա մի արա կամ մենք երբեք այդ խոսակցությունը չենք ունեցել, որովհետև ի սկզբանե ես ունեցել եմ տաբուներ, որոնք որ
Ուղղակի ես չեմ անի, ոչ թե ես ասում եմ դա նորմալ չի, դա չի կարելի, չէ, ամեն ինչն էլ նորմալ է, եթե դա արվում է գեղեցիկ ու մատուցվում է գեղեցիկ, այո, կախված է դերասանուհուց, դերասանից ու նկարողից ամենակարևորը։ Շատ դեպքերում այսօր հենց այդ տեսարանները քննադատվում են եւ շատ դերասանուհիներ կամ դերասաններ նույնիսկ չեն ներկայանում այդ տեսարաններում, որովհետեւ համարում են, որ այն արվում է ոչ թե էսթետիկ կողմն ապահովելու, այլ ռեյտինգի համար։ Դե հա, շատ հաճախ նաեւ այդպես է լինում։ Հետո գիտեք, ժողովրդի վերաբերմունքից էլ է գալիս, որ մարդիկ դա չեն ուզում տենց տեսարաններում նկարվեն, որովհետեւ էլի եմ ասում, այնպիսի կադրեր կարող են հանել հեռուստասերիալից, այնպիսի բաներ պատրաստել, որ դու սենց նայես, ասես, բայց ինչ էր արել էս աղջիկը կամ ինչ էր արել էս տղան։ Ինչի՞ եք տենց անում։ Մարդուն պարփակում են, այնպես են անում, որ մարդ փոշմանի իր արածի համար իր խաղացած։ Ես ասում եմ, երբ որ ես ձեզ իհարկե հաղորդման վերջում կարող եմ պատմել, եթե դուք տեղյակ չեք, բայց դա մի հատ սիրուն տեսարան էր, որից այնպիսի բան էին ստացել։ Ասում ես ոնց։ Դա մարդու մտքի թռիչքն է ուղղակի, թե մարդ ոնց է մտածում ու ինչքան վատ կարող է մտածել։ Դրա համար մարդկանց փակում են այդպես ու դրա համար մենք ունենք այդ խնդիրը, կարծում եմ։ Սա կարծում եք անձնական միտում էր ձեր անձի հետ կապված, թե պարզապես տարածված է։ Անձնական միտում վստահ եմ չուներ, ինձ թվում է շատերը անգամ թեկուզ որ մեկնաբանություն ինգում չգիտեին ես ով եմ, որովհետև ես մենակ չեմ հոլովակի մեջ, բայց ուղղակի դիտումների համար ես վստահ եմ ու հետագայում երբ որ դա տարածվեց ես հասկացա ինչքան դիտում է հավաքում, հասկացա որ ուղղակի մարդիկ հասկացել են, բայ այս թեմայով կարելի է անել, ահա։ Այս ամենի հակառակ կողմի մասին եմ ուզում խոսել, օրինակ ինձ մոտ հյուրընկալվել էր մի դերասանուհի, ով երբ խոսում էինք օրինակ համբույրի տեսարանի մասին կամ անկողնային տեսարանի մասին, պարզապես կարողացավ այսպես հստակ կարծիք արտահայտել ու ասել, որ գեղեցկություն է, երբ դերասանը չի ներկայանում տվյալ տեսարաններում։ Եթե դերասան է, ուրեմն պետք է կատարի ռեժիսորի իր առջև դրված ցանկացած խնդիր։ Եղել է դեպք, որ դուք հրաժարվել եք դերից հենց այդ թեմայով եւ իրականում ինչպես եք մեկնաբանում նմանատիպ կարծիքները։ Էլի ասեմ, ես այդպես չեմ կարծում, միգուցե ես չեմ ստացել այն կրթությունը, որ օրինակ նա է ստացել եւ չունեմ այն մտածելակերպը, որը նա է ստացել, չնայած որ չեմ կարծում այստեղ կրթության խնդիր է, որովհետեւ ես շփվել եմ շատ ավարտած եւ թատրոնում աշխատած դերասանուհիների հետ, ովքեր ասում են, ես դա չեմ անի։ Դա ինձ հաճելի չի, իմ անձին հաճելի չի, անկախ ամեն ինչից դա պրոֆեսիոնալ է թե ոչ, ես ուղղակի չեմ անի։ Այդ մարդն էլ հոսովորած է։ Դրա համար այդ իմ համար շատ վիճելի հարց է, դա քո անձն է, դու ես որոշում դու ինչպես վարվես։ Իսկ դեռ եղել է այո, որ հրաժարվել եմ, որովհետեւ ոչ թե կային շատ բաց տեսարաններ, այլ ուղղակի հատվածներ կար, որ պետք է նկարահանվեր, որովհետև ի սկզբանե այդ նկարահանած տեսարանից էր սկսվելու պատմությունը, եւ դրա համար այո, ես հրաժարվել եմ։ Դերասաններ կան, որ այստեղ նշում են, որ պետք է գալ այդ կետին, այդ կերպարը կամ պետք է որոշակի առումով նաև հավանել զուգընկերոջը, որ կարողանաք ապրել այդ տեսարանը եւ այլն։ Ինչ եք տեսնում դուք այդ ներսից, որ չի երևում կադրից այս կողմ։ Տեսեք, ես պարզապես չեմ ուզում խաղալ նման տեսարաններում, ինքս չեմ պատկերացնում ես ինչպիսին կլինեմ այդտեղ։ Ուղղակի ես ոչ մի ձև չեմ պատկերացնում այդ ամենը, բայց այսօր կարողանում են նաև շատ գեղեցիկ մատուցել ու նաև չեմ հասկանում, երբ որ գեղեցիկ մատուցում են, ինչի են վատ մեկնաբանում, որովհետև երբ որ դա անում են արտասահմանում, մարդիկ շատ հանգիստ նայում են։ Արտասահմանում էլ ավելի վատ են մատուցում, բայց հայերը սիրում են ուղղակի։ Դե գիտեք, ես չեմ մեղադրում, օրինակ ինձ համար դա նորմալ չէ, ես չեմ անում, բայց չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր անում են։ Ես երբեք նման բան չեմ կարող խոսել, չեմ կարող մեկնաբանել այդ քայլը։ Իսկ եթե խոսենք արդեն հեռուստադիտողների մասին, տեսեք, մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, որ տպավորությունը, որ արդեն պարզ է, որ սերիալի հերոսուհին կյանքում
այդպեսին չէ, որ արդեն ժամանակն է սերիալի հերոսուհու հետևից չգոռալ սերիալային անունով։ Արդեն ժամանակն է տարբերել սերիալը իրականությունից, բայց ոչ, մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է, բայց ժամանակը դեռ չի գալիս։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Գիտեք, ինձ թվում է մեր բնավորությունից է։ Ես չգիտեմ դրսում ոնց է իրականում, բայց ինձ թվում է մեր բնավորությունից է։ Մենք տրվում ենք հերոստասերիալին, մենք ամբողջ էմոցիաներն ապրում ենք հերոսների հետ հավասար։ Դրա համար շատ հաճախ ինձ գործն ասում են, «Ոյ, քեզ նեղացրեցին, վայ, սենց արեցին»։ Ես լրիվ նորմալ եմ նայում դրան, որովհետև իսկապես մարդիկ այդ ժամին սպասում են, գալիս են նստում են, ամբողջ էմոցիաներով նայում են։ Դրա համար ինձ թվում է մեր երկրում կոնկրետ այդպես է։ Մենք շատ էմոցիոնալ ասենք այդ առումով։ Բայց հաճելի է, երբ որ անգամ կերպարով այդպես կանչում են, հաճելի է։ Այդ է, եւ նշեցիք, որ չեք սիրում անձնականը ներկայացնել այն ժամանակ, երբ դեռ որևէ պաշտոնական իրադարձություն չկա, նշանադրությանը բնականաբար հաջորդելու է արդեն հարսանեկան արարողությունը եւ վստահ եմ, եթե դուք անգամ չուզեք ներկայացնեք որևէ տեղից, դա դուրս է գալու։ Կա որոշված ժամանակահատված եւ երբ եք պատրաստվում։ Այո, կա շատ շուտով, բայց դեռ չակերտների չեմ բացի այդ մասով։ Իհարկե կտեղադրեմ ես անպայման, չեմ թողնի, որ ինչ-որ տեղից, տեսնեն, մեծ սիրով կտեղադրեմ, այնքան լավ բաներ են գրում, անկեղծ, որ դու ուզես չուզես տեղադրում ես, որովհետև այդ մարդկանց գրած մեկնաբանությունները քեզ ժպիտ են պարգևում։ Ես շատ ուրախ եմ, իրոք շատ լավ մարդիկ կան այսօր մեր օրերում, քո ուրախությունը քեզ հետ հավասար կիսող, դրա համար կտեղադրեմ։ Միևնույն ժամանակ նաև ասում են, որ երջանկությունը լռություն է սիրում։ Ձեր այդ փուլը անցել է, կարծում եմ, այդ լռության փուլը անցել է, ես հիմա այլևս լուրջ չեմ, այո։ Շատ չեմ սիրում, ես չեմ սիրում մարդկանց հոգնեցնել։ Թե օրինակ իմ էջից կարծում եմ պարզ կլինի, ես շատ ակտիվ չեմ, փորձում եմ բալանսի մեջ պահել եւ տեղադրում եմ նկարահանումներից եւ անձնականից եւ իմ ճանապարհորդություններից, բայց այնպես չեմ անում, որ մարդիկ հոգնեն, մարդիկ ձանձրանան, ասեն հասկացանք, հասկացել ենք որ ընկերներս այդքան դրա համար ես որ սիրում եմ ամեն ինչ, իրականում ես սիրում եմ որ ամեն ինչ ավելի համեստ է լինում, ավելի զուսպ է լինում, դրա համար փորձում եմ էջս էլ այդպես վարել։ Իսկ հարսանյա ծարարողությունը համեստ եւ զուսպ է լինելու։ Հարսանյա ծարարողությունը լինելու է տիպիկ հայկական, որովհետեւ ես մեր հայկական ցանկացած բան սիրում եմ։ Մեր ուրախությունը շատ եմ սիրում, դրա համար կլինի հենց հայկական հային բնորոշ հարսանիք։ Սպասում ենք եւ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Չեմ տարբերվի ու կասեմ, որ ընտանիքս է, այն մարդիկ, ում ես եմ սիրում, ու այն մարդիկ, ովքեր ինձ են սիրում, իրենք ինձ համար բացարձակ արժեք են։ Շնորհակալ եմ Այդա, հետաքրքիր զրույցի համար։ Արդեն սպասում ենք շատ շուտով հարսանեկան արարողության տեսանյութերին երջանկություն եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։